է անում ի վերջո Հայաստանի այս ԿՊ-ական իշխանությունը, որպեսզի Հայաստանը պետություն որպես եւ հայ ժողովուրդը որպես ազգ շտկի պատերազմից, այդ ցավից հետո իր մեջքը։ Ինչու ենք մենք այս վիճակում։ Լեռնային Ղարաբաղում կռիվ չի եղել, պատերազմ չի եղել, հանձնել է Փաշինյանը, չի կռվել։ Դա գոնե ինձ ողջորում է, որ մեր բանակը չի պարտվել։ Եթե քո երկրի վարչապետը տգիտաբար խեղում է համաշխարհային պատմագրությունն, ասում է Արևմտյան Հայաստանը արմավիրն է, տղա ջան, կներեք, այդտեղ տգիտության հետ մենք գործում ենք, թե հստակ ծրագրի։ Բել չեմ կարող արդեն ասել, հստակ ծրագիրը պարզ է, նաև տգետը թե գումարվում է։ Ուրեմն տգետը դնում հասարակությանը։ Չենք շտկում մեր մեջքը, չենք, որովհետև մեր կառավարություն հստակ մենք տեսնում ենք, մեզ տանում է բերժնական ոչնչացման։ Բանակը այսօր մեր շատ ծանր վիճակում է, որովհետև լավագույն կադրերին Նիկոլ Փաշինյանը դուրն է ցույց տվել։ Պատերազմը հրահարեց բերեց պարտվեց, գնացինք պարտության։ Իրական Հայաստանը ձեզ համար պարզ է, այդ ինչ գաղափարախոսություն է այս մարտը մեջտեղ բերել։ Թուրքին որևէ պարագայում երբևէ չեն վստահում։ Հայաստանում արցախցիները իրենց իրավունքների պաշտպանության համար ստիպված ոտքի են ելել։ Դուք այս երևույթի անունը ինչ կդնեք։ Նպատակը ո՞րն է։ Մարդիկ հստակ ասում են 40+10 հանեցիք, մենք սովից կմահանանք։ Իրենց նպատակը սա է, որպեսզի արտագաղթեն։ Եթե մի հոգի լինի, ժողովուրդը անմիջապես համախմբվել է շուրջը, հարկ չկա եւս մեկ անգամ ժողովրդին կոտրելու։ Իսկ չմիավորվելու դեպքում իրենց չանելու։ Իրենք հավասարվում են ուղղակի դավաճան կապային։ Ողջույն սիրելի հայրենակիցներ, մենք հաղորդաշարն է Հայք Նյուզի եթերում, հյուրս այսօր բանաստեղծ Հուսիկ Արան է։ Ողջույն եւ շատ շնորհակալ եմ։ Ես շնորհակալ։ Հրավերս ընդունելու համար կուզեմ հետեւյալ հարցով սկսենք, իդեպ այս այն հարցերից է, որ շատերին է հուզում։ Եվ իհարկե ոմանք գիտեն պատասխանը, ոմանք ուզում են լսել եւ հիմա կլսենք նաեւ ձեր պատասխանը հետեւյալ առումով։ Տեսեք, պետությունները, ժողովուրդները եւ ունենում են պարտություններ եւ հաղթանակներ, հա, ինչպես ասում են մարդկության պատմությունը պատերազմների, հա, պատմություն է հայտնի խոսքը։ Այդ նշանակում է, որ եւ կարող ես նա լինի, եւ կարող ես հաղթել, եւ կարող ես պարտվել, պարտությունը հաճախ նաեւ դաս է տվյալ ժողովրդի պետության համար չսխալվելու, հետագայում նաեւ չսխալվելու համար։ Այսինքն պիտի դասեր նաեւ քաղել սեփական պարտությունից։ Բայց ինչ կատարվեց մեզ հետ, հա, 20 թվականից հետո։ Մենք առ այսօր չենք կարողանում շտկել մեր մեջքը։ Ինչ չի արվում, գուցե ընդհանրապես կամ չի արվում, կամ գուցե արվում է ոչ անհրաժեշտը։ Այսպես ձևակերպեմ հարցս. ինչ է անում ի վերջո Հայաստանի այս ԿՊ-ական իշխանությունը, որպեսզի Հայաստանը պետություն որպես եւ հայ ժողովուրդը որպես ազգ շտկի պատերազմից, այդ ցավից հետո իր մեջքը։ Ինչու ենք մենք այս վիճակում։ Ուրեմն Չերչիլը մոտավորապես այսպես է ասում, պարտվելը ողբերգություն չեն կործանվում, այն ժամանակ են կործանվում, երբ հանձնվում են, ոքին չկա։ Հիմա մենք այդ հանձնման շրջանում ենք։ Պարտվել կարող են, ինչպես հաղթել եւ պատրաստվել, պաշտպանվել, նորից հաղթել կամ քեզ շտկել, ողբերգություն չի պարտվել է։ Ամեն մարդ իր կյանքում անցած ցանկացած պարագայում, այսպես ասած, ընկնում ելնում է, պարտվել է եւ պարտվում եւ հաղթում է։ Ուրեմն նախ հասկանանք, այս մարդիկ 18 թվականին եկան իշխանության, որ շատերս էլ չէինք հասկանում, չգիտեինք, մենք դրական էմոցիաներ ունեինք, որ լավ բան է արվում, լավ բան կլինի, ավելի սոցիալապես արդար երկիր կունենանք, եւ ժողովրդի պահանջը դա էր, սոցիալական արդարություն եւ այլն։ Բայց այս մարդիկ այլ սկզբունքներ որդեգրեցին, այլ բանի համար էին եկել, արդեն վերլուծելով հասկանում ես հիմնականում Արցախը հանձնելու։ Բայց ստացվեց ոչ միայն Արցախը տալուց հետո այսօր Հայաստանն է։ Հա, իրենք գուցե սկզբում մտածում էին միայն Արցախով, բայց տվել ես էլի պիտի տաս, արդեն չեն կարողանում պայքարել մնացածի համար։
գուցե իրենց վարդագույն երազանքներում ծրագրերում ասպես էր Արցախը տանք հանգիստ ապրենք եւ այլն, ադրբեջանցին ասում էր Արցախը վերցնենք հանգիստ ապրենք, Ղարաբաղը քանի չեն գրավել, լավ չենք ապրելու Ալիևի ժողովրդին, հիմա էլ ասում է քանի Հայաստանը Երևան չեն գնացել, լավ չենք ապրելու, որտեղ ընդել են հարցնում, Արցախը Ղարաբաղ գրավեցինք, լավ չենք ապրում։ Մեզ մոտ էլ հակառակն էր, քանի Արցախը չենք կորցրել, չենք ազատվել այդ բեռից, լավ չենք ապրելու։ Հիմա էլ հարցնում ենք, լավ, Ղարաբաղը տվեցինք էլի, լավ չենք ապրում, այս աբսուրդն է էլի։ Հարությունացչյան հակառակներ, նրանք վերցնենք լավ ապրենք, մենք տանք լավ ապրենք։ Եվ շարունակում ենք տալ։ Հա, դա օրինաչափ է մեզ համար, պատմական օրինաչափություն է։ Կարսը տան խաղաղություն լինի, Ալեքսանդրապոլը տան խաղաղություն լինի, 100 տարի առաջ հիմա էլ տան խաղաղություն լինի։ Ինչպես նայում ենք պատմական նողկալի օրինաչափություններ են։ Այսինքն մենք դասեր չենք քաղում։ Դա մեր համար չի, դա մեզ համար չի։ Ուրիշ այն որ ուրիշ ազգերին մեզ չի, որտեվ եթե մի քիչ խորանում ենք, լրիվ խայտարակ պատմական փաստեր կան, որ ընդհանրապես նույն կերպ խաբել է Եվրոպան, նույն կերպ Ամերիկան, մեզ 100 տարի առաջ, նույն Մեծ Բրիտանիան ոնց է ինչ օիններ է հանել։ Ֆրանսիան։ Հա, Ֆրանսիան էլ հիմա մեր եղբայրն է, Ֆրանսիան քարտեզ է մի քանի օր առաջ հրապարակում ցուցադրում, որտեղ չկա Հայաստան, կա Ադրբեջան միացած Թուրքիային։ Սա էլ մեր սիրելի Ֆրանսիան։ Ի վերջո Միշել Մակրոն, Փաշինյան եւ Ալիև 4-ով են ստորագրել Արցախի։ 22 թվական Պրահա։ Այո, որոնցից մեկը Ֆրանսիան էր ստորագրողը, Արցախը ճանաչեցին Ադրբեջանի կազմում, այսինքն նրանք, չգիտեմ, խավորություն են արել Միշելն ու եւ այլն։ Մի քիչ շեղվեցինք, կոնկրետ ասենք, թե ինչու է այդպես 18 թվականին եկան եւ 20 թվականին տարան բանակցությունները այլ ճանապարհ այնպեսին փակուղի մտցրեցին, որ պատերազմ եղավ։ Հայտարարելով Արցախը Հայաստան է, երբեք մենք չենք ասել Արցախը Հայաստան է, մենք ասում ենք Արցախը ինքնորոշվում է եւ Հայաստանը բնակարանաբար նույն հայերն ենք, մենք սատար ենք կանգնել, մենք անվտանգության երաշխավորն ենք եղել եւ դա աշխարհը ընդունել է ու ասել է դա բնական է։ Ուրիշով կարող է Արցախայցյան անվտանգության երաշխավորը լինել, եթե ոչ Հայաստանը։ Մենք չենք ասել Արցախը միացնում ենք Հայաստանին եւ այլն։ Արցախում եղել է ռեֆերենդում եւ նորից էր սպասվում, հարկ եղած դեպքում ինքը ՄԱԿ-ի բանաձևով, այն ժամանակ խորհրդային միության օրենքներով եւ այլն Արցախ ինքնորոշում եւ անկախություն է պահանջում, որի իրավունքը ուներ բոլոր միջազգային օրենքներով, կանոններով կարգում։ Եւ դա եկեք արձանագրենք, ընկալվում էր միջազգային հանրության կողմից։ Բնականաբար պիտի ընկալվեր։ Բայց այսօր ասում է, ով է ասում, մենք զիջել ենք, մենք ոչինչ չենք զիջել, արդեն Արցախը եղել է Ադրբեջանի կազմում։ Այս մարդուն ոնց բացատրենք, որ դու ստում ես։ Եվ այդպես էր Մինսկի խումբը, ինչու էր ստացվել, ինչու է հիմա կպած Ալիևն ասում, պիտի լուծ արեք Մինսկի խումբը։ Լավ է, ինչ է ես խանգարում, եթե Արցախում հայ չկա եւ այլն ճանաչել է քո կազմում, չգիտեմ ինչ։ Բայց շատ լավ գիտի, որ նույն Մինսկի խումբը վաղը մենք դնելու ենք ինքնորոշման հարցը, վերադարձի հարցը, վերադարձ չի լինելու թուրքական դրոշի տակ։ Հա, որովհետեւ Արցախի հարցը հիմնախնդիրը բնավ լուծված չէ, այդպիսի կոշտ ճանապարհով, եթե կան միջազգային օրենքներ, եթե կա աշխարհ այնտեղ պետք է դրվի ու ասվի ինչ է եղել, որին չեն կարող դեմ լինել։ Չէ՞ որ քեզ հետ խոսում ենք ՄԱԿ-ի օրենքներով, բանաձևերին հողումներ տալով աշխարհ։ Եկան այդպես, եղավ 20 թվականի պատերազմը, որը հետագայում վերլուծելով մենք ասում ենք այդտեղ պատերազմ տեղի չունեցել, այնպես ինչպես որ կար, մենք ուղղակի զիջել ու պարտվել ենք։ Նույն 10 հոգի թուրք լրագրողներ, որ հրավիրել էր Նիկոլը եկան եւ նրանցից մեկին լրագրող մարդն ասաց թուրքն է ասում թուրք լրագրողը որը որոշակի բանիմացություն ունի ես չեմ ասում որ ինձ ասեն չգիտեմ կողմնապահություն ասած Փաշինյանը չի կռվել Արցախում Փաշինյանը հանձնել է արցել է ճանաչում եմ Արցախը Ադրբեջանը ճանաչել եւ դուրս է եկել հանձնել է Ղարաբաղում Լեռնային Ղարաբաղում կռիվ չի եղել պատերազմ չի եղել հանձնել է Փաշինյանը չի կռվել դա գոնե ինձ ոչորում է որ մեր բանակը չի պարտվել մեր զինվորը չի պարտվել այդպես էլ կա Դա թուրք լրագրողն է ասում իր հրավիրած որ եկել էր
Խնդրեմ, այս ամբողջը որ դերեց ասեց, ինչ էր նպատակը Արցախը հանձնել։ Այդ ճանապարհով գուցե նրան ասում էին, հորդորում էին, չգիտեմ Լավրովի պլան կար 5+2, որ գրավյալ տարածքներ ենք միշտ ասում, սրանք տալիս եք ու լինում է ռեֆերենդում։ Ինքը հրաժարվեց, որ հիմա Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է, բեր մեջտեղ թե 19 թվականին քո առաջ ինչ փաստաթուղթ է դրված եղել, որից դու հրաժարվել ես։ Ի վերջո ինքը խորհրդանում խոստովանեց, գիտեք, հա, եղել, մինչև այդ ասում են, չէ, չի եղել որևէ բանակցություններում փաստաթուղթ սեղանի։ Կար, բայց գրված էր Ադրբեջան նախագահին, Հայաստանի նախագահին, ես վարչապետն էի։ Հերթական մանիպուլյացիան։ Այո։ Տղա ջան, դու այդ ամենից հրաժարվել ես, պատերազմ ես հրահարել, տարի 5000 զոհ ես նախապես տվել, Արցախն ես էթնիկ զտման ենթարկել, ցեղասպան ես։ Սա այն փաստերը խոսում, ուզում ես թռի վերև, ուզում ես իջիր ցած, քո կլինես իշխանության վաղը կլինի, պատմությունն այդպես է գրելու, սա է պատմական ճշմարտությունն ու փաստը։ Բայց հիմա նա սպառնում է 3 նախագահներին։ Հիշում եք, այդ հենց այդ նույն օրը խորհրդարանում ինչ խոսքեր ասած, նույնը կա որոշակի մասա, որ բայց հիմա կարծում եմ այդքան էլ չկա, արդեն որ այդ ծեփեմ պատերին փռեմ ասֆալտին, հարիշ լավ տղա է, ինչ առաջնորդ ունենք։ Տղա ջան, այդ պահին եթե որևէ մեկը դահլիճից խորհրդարան ասեց, Ալիևը եկավ, մտնելու էր սեղանի տակ վախից։ Այդ է դրա քաջությունը։ Այսինքն մի մարդ, որից ինքը վախենում է, դա թե ընդհանրապես վախկոտի հետ մենք գործ ունենք, դա Ալիևն է, թե ընդհանրապես ինքը վախկոտ է, որտեղ վստահ եմ, որ դուք իրեն ավելի լավ խորքային ճանաչում։ Հիմա այդպես ենք մենք տեսնում, խորքայինը դեռ մի կողմ, մի անգամ անդրադարձի, հակադարձի շնամուն։ Ոչ թե ՊՆ-ն ասի, գիտեք ինչ, օդ են կրակում փամփուշտը, քամին բերում գցում է խնածաղ գյուղի տների։ Ասում մեր կողմը չեն կրակել։ Այդ ոչ, այդ որտեղ է քամին փամփուշտը բերել գցել։ Հիմա նոր պատուան են կոտրել, պատերն են նոր հա կրակում են։ Մենք չենք կրակում, Ադրբեջանն ասում է կրակում են։ Նրանք կրակում են, լավ, ինչ ասեն, հա, բանը հրաման տվել բանակին չկրակելու։ Մենք անդադ հարցից չեղում են կոնկրետ շատ կարճ պատասխան եմ։ Ինչու չենք կարողանում։ Հա, այդպես բերեցին, ու հանձնել տալով, հա, այն խապկանք ունեին, ինչպես ասացին, Պրահայում ճանաչիր, Գրանադայում կգա քոնը, Ալիևը չգնաց, չճանաչեց Հայաստանը։ Նրանք հույս ունեին այդպես Արաբաղից պրծնենք եւ այլն, այս 743 կիլոմետր վերջնական Նիկոլի քարտեզն է, պահենք չէ։ Այս էլ չեն կարողանում պահել, որովհետև դու տվեցիր, թուրքը մինչև վերջ ասում է, հիմա էլ Երևան են գնում։ Մեր Երևանն է, մեր պատմական, ինչը Արամեծյան Ադրբեջանն է։ Անունը դրել են Արամեծյան Ադրբեջան։ Դուք պատմություն եք ունեցել, դուք ինչ եք գերմանացի պատմաբանի է լսում։ Ասում է նրանք ընդամենը 100 տարվա պատմությունն են, բոլորներ ամբողջ աշխարհը գիտի։ Սա Ատրպատականի ազգերի լիգային են դիմել 100 տարի առաջ, Ադրբեջանը որ 20 թվականին չեն ասել են դա Ատրպատականի աղավաղված երկու պալատով մերժել են ազգերի լիգայում Ադրբեջանին, դեռ մուսաֆատական Ադրբեջանին։ Աղավաղված տարբերակն է պատմության մեջ այդպիսի տարածք, այդպիսի երկիր չի եղել, մենք չենք կարող ես որպես պետություն կամ երկիր գրանցել ազգերի լիգայում։ Դուք ինչ պատմություն, ինչ, բայց կարողանում են, կարող մեզ էլ ասում են, եկ որ Գրիբայդովն է բերել, որտեղից է բերել, աղա։ Ռուսները Լոմոնոսովը կոլբայի մեջ հայերին ստացավ Գրիբայդովն քշեց բերեց այստեղ, չկա մեկը բացատրի, եթե քո երկրի վարչապետը տգիտաբար խեղում է համաշխարհային պատմագրությունն, ասում է Արամեծյան Հայաստանը արմավիրն է, տղա ջան, այդ պատմությունը ես չեմ գրել, դու չես գրել, կա համաշխարհային պատմագրություն, կա արևելագիտություն, մի հատ բաց կարդա թերթի, երբ Հայաստանը արևմտյան, արևելյան ոնց որ կարդում էր, ինչ որ գրքեր էր հայ պատմության, արևելյան հատվածների բաժանվել, ո՞րն է արևելյանը, ո՞րն է արևմտյանը, եւ այլն։ Չես բերել արմավիրն ու մարալիկը։ Բայց կներեք, այդտեղ գիտության հետ մենք գործ ունենք, թե հստակ ծրագրի։ Դել չեմ կարող արդեն ասել, հստակ ծրագիրը պարզ է, նաև տգետը թե գումարվում է։ Ուրեմն տգետը դնում հասարակությանը, տգետի տեղ։
Եվ այդպես նրանք նորից մենք անվերջ շեղվեցինք մեր հարցից։ Ոչինչ, Նորից բերելով հասնելով դրան հիմա ամեն ինչ հանձնել, ամեն ինչ տալն է։ Այդ նույն նախազգերին ոնց են ոչնչացնում, վերջերս Կունդերայի խոսքն էի կարդում, շատ դիպուկ գրված էր, որ նախ հիշողությունից է զրկում։ Նրա գրքերն ես ոչնչացնում, գալիս են ուրիշներն ուրիշ ջիթ են գրում, պատմությունն ես մոռացան տալիս, ուրիշ պատմություն են գրում, իրենք դառնում են ամենը բույս։ Այդպես են ազգերը ոչնչանում։ Հիմա մենք հստակ տեսնում ենք այս կետ առ կետ մեզ ոչնչացնելու, հա։ Տղա ջան, դու ինչու ես ինձ իմ հիշողությունից զրկում։ Ինչու ես եկել փայտ առել կանգնել գլխից, ասում ես դու մոռացիր քո ինքնությունը։ Մոռացիր հայոց հեղափոխության փաստը օրինակ, բայց իմանանք ինչ ա եղել, ոնց ա եղել, այս հարցականները, չէ։ Դե խայտարակությունը Լեմկին ինստիտուտը 2-3 անգամ բողոք հղեց։ Ասաց որ չի կարելի։ Դուք եթե անգամ ցեղասպանված էլ չնեք, դուք կոնվենցիան եք ստորագրել ցեղասպանությունները կանխարգելող։ Դուք իրավունք չունեք հայոց ցեղասպանությունը կասկածի ենթարկելու, որովհետև Լեմկինը հենց հայոց ցեղասպանությունը, ասենք, այո, եւ հրեական հոլոկոստը, նաեւ ասորիների ցեղասպանությունը, այս հիմք ունենալով է, ոնց որ դու այդ բանաձևի, որ մակում 1948-ին ստեղծվեց, դրա հիմնակարն ես ոչնչացնում։ Մի խայտարակություն էլի, ասենք մեզ դրսից ասեն ամոթա ցեղասպանությունը մի ուրացեք, ցեղասպանությունը կասկածի մի ենթարկեք։ Բոլոր կարմիր գծերն անցել է։ Որևէ կարմիր գիծ չի թողել։ Եթե մենք հիմա ուզենանք այս հատվածը ուղղակի ձևակերպենք, ինչու մենք չենք կարողանում մեր մեջքը շտկել 4 տարի պատերազմից անց։ Դե հենց այդ ենք ասում, չի հակառակը։ Իրենք ոչ թե չեն կարող, այլ չեն ուզում, որտեղ հստակ ծրագիր է գնում Հայաստանի ոչնչացման, կարող եք այսպես ասել, այո։ Խոսքը մի քիչ երկար է, որտեղ փորձեցինք հաստատելով բերել, հասնել այստեղ, բերել հասել, մենք հանձնվում ենք, մենք ամեն ինչ տալիս ենք։ Եվ Թուրքիային եւ Ադրբեջանին ցանկացած պահանջ կատարում ենք։ Սա ոչ թե մեջք շտկելու, այսինքն ժողովրդի դրված, մեջք շտկելու ծրագիրը չի դրված։ Հանձնելու, ոչնչացնելու ծրագիրը դրված։ Նորից Իսրայելը այտարես լինելու է, մեծ Թուրքիա, փոքր երկրները տարածաշրջան ոչնչանալու են, այս մեծ նկատի ուներ, 3 էին հայտարարել Իրանի հետ պատերազմ լինելու եւ այլն։ Այո, Իրանի հետ պատերազմ եղավ, Իրանը պատերազմը պարտվեց, մենք այստեղ ոտատակ կորելու ենք։ Մենք չենք հասկանում մեր դաշնակիցն ով է, ովքեր են, ում հետ պետք է կոնկրետ ռազմավարական դաշինքի մեջ մտնել, ճանապարհ գնալ, հասկանալ, ինչպես 100 տարի առաջ հույսներս դրեցինք Մեծ Բրիտանիայի վրա, Ամերիկայի վրա, ի վերջո ամերիկյան մանդատի տակ էր, հա, գործում Հայաստանը, Վիլսոնի իրավարարվճիռ, չգիտեմ ինչ, Սևրի դաշնագիրը եւ ինչ եղավ։ Ոչինչ։ Ահա, նույնն էլ հիմա է կատարում։ Ուղղակի սա չենք շտկում մեր մեջքը, չենք, որովհետև մեր կառավարությունը հստակ մենք տեսնում ենք, մեզ տանում է վերջնական ոչնչացման։ Այսօր մի հետաքրքիր, այսպես կառավարության նիստի ժամանակ խոստովանությունների, այսպես իրար հետևից շարք գնաց, Փաշինյանը օրինակ այսպեսի մի խոստովանություն արեց, որ այո, կադրային քաղաքականությունը մեր ճգնաժամի մեջ է, ասում է կառավարության քաղաքականությունը կադրային ճգնաժամի մեջ է։ Եվ ահա թե ոնց է բացատրում, ասում է, որովհետև մարդկային ռեսուրս չունենք։ Մյուս կողմից էլ ասում է, դե հիմա կասեք հայ ազգի արգանդը չորացել է, որ չունեք, որովհետև մանկապարտեզը լավ վիճակում չի, դպրոցական կահավորանք եւ այլն եւ այլն։ Հիմա եկեք այս մարդուն օգնենք հասկանալու համար, թե ինչու է ինքը կանգնել կադրային ճգնաժամի առաջ։ Մեկ կարճ դիտարկում եւ կլսեմ ձեզ։ Բազմիցս հյուրեր եմ ունեցել բանակի, հա, ռազմական փորձագետներ այդ ոլորտը ներկայացնող մարդիկ պարզ ասում են, բանակը այսօր մեր շատ ծանր վիճակում է, որովհետև լավագույն կադրերին Նիկոլ Փաշինյանը դուրն է ցույց տվել։ Այն կադրերին, ովքեր ուղղակի դեմ են եղել, այդ ձեր ասած Փաշինյանի հանձնման ամեն ինչ տալ, որ չգիտեմ ինչ վիճակում հայտնվեք, այդ ամեն ինչ տալու քաղաքականությանը դեմ են եղել։ Հիմա պարզ չի, որ նման կառավարությունը պետք է կանգնի կադրային ճգնաժամի առաջ։ Մնացածներն էլ դրմից ներս չի թողել։ Ով էլ եղել է դուրս է արել։ Նայեք, երբ գուցե 100 տարի առաջ կադրային ճգնաժամ լիներ, հա, բայց այսօր մենք քան երբևէ ունենք ցանկացած ասպարեզում խելացի, բանիմաց, կրթված մարդիկ, իրավաբաններ, տնտեսագետներ, քաղաքագետներ, գիտնականներ եւ այլ երբևէ այդքան չենք ունեցել։
Գալով խորհրդային միության 70 տարին բերելով այ ներուժը ստեղծվել է։ Այսինքն մենք կադրային ճգնաժամ չունենք։ Բայց մենք ի սկզբանե տեսել ենք ինչպես իր ազգային ժողովն է, ինչպես մյուս տեղերն է, հատուկ նշանակում է տխմեր տգետներին, որոնց շատ ավելի հեշտ է կառավարել, որոնց ասում է դուք բույս եք, դուք իմ շնորհիվ եք այստեղ, ոչինչ չեք ներկայացնում, եթե ես չկամ, դուք ընդհանրապես գոյություն չունեք, որոնք հլու, հնազանդ, խոտի պես ճկվում են ամեն Նիկոլի արձակած քամու տակ։ Նույն Չերչիլի խոսքը չի, վատ կադրերը կարող են քանդել պետությունը, հա։ Այո։ Այսինքն ինքը առաջնորդվել է այդ քաղաքականությամբ, մեր պետությունը վատ կադրերով տանում է քանդման եւ հիմա ասում է ներուժ չունենք, ինչ է։ Ստալինն էլ իշխանության եկավ կադրային քաղաքականությունը ինքն էր կադրերը նշանակող, այնպես արեց, որ գար իր կադրերով ինքը իշխանությամբ, այ ամեն մեկը այս կադրերն են որոշողը։ Ամենտեղ լինի դպրոց, լինի հատկապես միջին օղակներում։ Բայց այսօր քո ազգային անվտանգությունում էլ կադրեր չկան, երբևէ ասում են միջին օղակը, եթե ազգային անվտանգություն մենք ունենայինք, թույլ չէին տա, որ երկիրը հասներ այս վիճակին։ Բայց ովքեր են եկեք հասկանանք Փաշինյանի կադրերը։ Անկեղծ ասած ինձ մի քիչ ուրախացնում է, որ ինքը կադրային ճգնաժամի առաջ է, որովհետև այն կադրերը, որոնք պիտի իր կողքին լինեին, ասենք իրենք հակահայեր են։ Իրանք ադրբեջանասեր են, թրքասեր են, շատ ուրախ եմ, որ մեր ներսում այդ կադրերը քիչ են եւ ինքն էլ ունի ճգնաժամ, որովհետեւ եթե ինքը բաց է թողնում լավագույն ազգային մտածողություն ունեցող մարդկանց, ասում է գնացեք դուռն է ցույց տալիս, բնականաբար կադրերի խնդիր է ունենալու, չէ՞, թրքասերները կնշանակի մեր ներսում քիչ են։ Այդ մի քիչ էլ ուրախացնող է, հա, երևի թե։ Գիտեք ոնց է, ինքը ամենամեծ հնարավորությունը շանս ուներ 18 թվականին հզոր պետություն կառուցելու ուժը։ Այդ ուժը տվել էր ժողովուրդն իրեն։ 18 թվականին եկար իշխանության, ու ասել ժողովուրդ ջան, կարևոր չի։ Այս մեկը հանրապետական է, մյուսը նորմալ մարդիկ կան, լավ մաքուր կադրեր, նախկին են ներկայ են։ Այս մարդիկ կարող են բերեիր ու նշեն, տեսնեմ ով էր ասելու ոչ։ Այն մարդկանց էլ ասում էր, գիտեք ինչ։ Հանրապետական ես, չգիտեմ, ՀՇ-ես նախկինում եղել եւ այլն, կարևոր չի։ Մենք այսօր պետություն ենք կառուցում։ Դեմ ես քո պետությանը, ասել էր ոչ, միասին համախմբված կարող էին եւ զինվորականները եւ այլն, եւ այդ պետությունը հզոր կադրերով կառավարեին ճգնաժամից ամեն ինչից ամեն։ Եվ Արցախի հարցը գնար բանակցությունները որտեղ է կանգառել Մինսկի խմբում, այդտեղից շարունակեր խելամիտ կերպով եւ այլն տաներ ու հասցներ այսօր մենք կունենայինք իսկապես մեր երազած Հայաստանը կամ այդ ճանապարհը բավականին անցած կլինենք, այդ ճանապարհին կլինենք։ Բայց ինքը ճիշտ հակառակը կործանեց։ Սև ու սպիտակը։ Այո, սև ու սպիտակ նախկիններ ներկաներ տգետներին բերեց, որոնց խելացիները մնացին մի կողմ, բանակը քանդեց ամբողջ գենշտաբը, չգիտեմ ինչը, այսօր շաբաթը մեկ լավ ամիսի երկու անգամ Ադրբեջանը զորավարություն անում, մեր բանակը բալեբոլ է խաղում, գնդակը նվեր է տալիս Սուրեն Պապիկյանին եւ խայտարակություն, դու մի հատ զորավարություն արել ես, ոչ։ Հապկը ասում է գամ զորավարություն անում, զենքը թողեմ գնամ, ոչ։ Իրանն ասում է արի զորավարություն, չէ՞ ոչ։ Ասում է դա սադրանք կլինի, Ադրբեջանը կասի մեզ սադրում ես։ Սա ժողովրդին էլ գիտեք ինչ հասել են վիճակին 2-3 տարի, 4 տարի կարողացավ ժողովրդին այդ վիճակի մեջ պահել, գրեթե 5 տարի։ Ինչպես են կործանում, նախ արյան մեջ խեղդում են, պատերազմը հրահարեց բերեց պարտվեց, գնացինք պարտության, դա Շուշինանները, ինչը վերջին օրը կոմանդոս չէր ավարտում, ասում են Շուշին չեն կարող գրավել։ Շուշին հանձնել են։ Հանձնվեց եւ չդիմացավ այդ մեծ ցավի հարվածին հանձնել է, արդեն հադրուտն էին հանձնել։ Եվ այլն դուք մեր զենքի 50%-ը լավագույնը չի կրակել, չեն օգտագործել, փաթեթավորված նվեր են տվել, Ալիևնիկն ասաց 6 միլիարդի զենք եմ ես սրանցից գրավել, որտեղից այդքան ռուսներ, այդքան զենք որտեղ դուք եք տվել, ինչ եք տվել։ Եվ այլն։ Նայեք, այս ամբողջը բերելով, հասցնելով միայն մի բան էր կանել կործանման։ Կարող էր այդ լավ երկիրը ստեղծել։ Կարող էր այդ շանսը ուներ, որովհետև չուզեցավ, չցանկացավ, դրանց բերել էին ինքը ուներ հզոր մանդատ, հզոր ուժ, ինչ ասեր ժողովուրդը նրան ընդունում էր, խոսքը լսում էր, նա կարող էր հանգիստ ժողովրդի հետ խոսել, ասում էր ժողովուրդ ջան, այսպես է, մենք այդ 5 շրջանը, որ գրավյալ տարածքներ եւ այլն
հանձնելու վախենում էին նախկինները եւ այլն ժողովրդական մենք տալիս ենք նորից լինում է հանրաքվե ինքնորոշման եւ Լաչինի Բերձորի միջանցքով Արցախը միանում է Հայաստանին։ Լավ ինքը անկախ է լինում, ուղղակի այդ միջանցքը լինում է երկուսի արանքում։ Արցախը ինքնորոշվում էր, այդ ամբողջը կարող էր առանց պատերազմի, առանց զոհի, շատ ոչ թե գեղեցիկ, այլ համաշխարհային ՄԱԿ-ի բանաձևերի հիման վրա անել ստեղծել։ Դա կարող է կործանման պատասխան, այո, ինչու, որովհետև մենք նպատակը տալն է հասկանանք, եւ մեր ժողովուրդն է դա պիտի հասկանա, որ նա եկել է կոնկրետ ծրագրով տալու, բայց հիմա ես ուզում եմ հասկանալ, տեսեք, ի սկզբանե կար, ինքս էլ եմ իմացել, որ ինքը գալու է Արցախի խնդիրը լուծելու համար ոչ հայանպաստ տարբերակով։ Դա ենթադրվում էր իր բազմաթիվ հոդվածներից հակահայկական, հակաարցախյան, Ադրբեջանին այսպես դուր գալու, հա, իր մոտ միշտ է եղել դա, իր հոդվածներին հետևել ակնհայտ երևում էր այդ զիջողական տրամադրությունները։ Բայց հիմա ուզում հասկանալ, բա Հայաստանի հետ ինչու է այսպես վարվում։ Այս ինչ սխեմա է, այս ինչ հատուկ քարոզ է գնում Հայաստանի ոչնչացման։ Իրական Հայաստանը ձեզ համար պարզ է, այդ ինչ գաղափարախոսություն է այս մարտը մեջտեղ բերել։ Ես խոսքելի շեղոցի մի փոքր ես ավարտեմ, այդպես արյան մեջ խեղդելով ժողովրդին, պատերազմ պարտվելու անբերջ սպառնալ։ Նայեք, մենք գնում ենք խաղաղության, եթե չտանք ոնց որ Կիրանցում չտանք պատերազմը վախեցին ժողովրդին չանի, այսինքն մի անկյուն ես մտցրել, գազանին պահել ես շղթայով վրան, ասում ես հիմա թողում եմ քեզ քրքր, հիմա անվերջ տրեցի մեջ։ Հիմա ժողովուրդը սկսեց հասկանալ, ախր ժողովրդին չես կարող մեղադրել, իրեն դնում ես այդ վիճակը։ Ախր չէ, այդպես չի լինում, ես ամբողջն է տալու։ Ամբողջը վախեցնել կարողացան այսպես ի սկզբանե ոնց որ Լապշինի հետ են Կարապետյանը դրա մի ժամանակ խոսնակներ գնաց դեսպան, ասում ախր չի համաձայնվի ժողովուրդը Արցախի կորստի հետ բանակը, ասում եմ այդ լավ կոտորվեն տեսնեմ, ոչ չեն համաձայնվի արյան մեջ խեղդվեն։ Այսպես, նայեք, հատուկ ծրագիրեր արվեց ու արվում է։ Ժողովրդին մենք չենք կարող մեղադրել։ Եվ ժողովուրդը սպասելով լավ հերնանիծած ինչ ուզում է լինի, մենակ կանգ առնենք, այստեղ նոր առնայողություն չլինի, վերջնականապես չկործանվենք, չոչնչանանք, այս ժողովուրդը հանդուրժել եւ հանդուրժում է առ այսօր այս ամենը նկատի ունենալ, որովհետեւ իրեն դրել են այդ վիճակի մեջ, ստիպել են այդ կեղծ խաղաղության ձևակերպումներով, խաղաղության պայմանագիր, խաղաղության խաչմերուկ խաղաղության, իրականում այդ խաղաղությունը իրականում պատերազմ է, որովհետև դու որքան տալիս ես, 1000 անգամ ասված է, 1000 անգամ են կրկնել իմ բոլոր հյուրերը, բոլոր լրատվամիջոցներում այդ խոսքը գնում է խաղաղության պայմանագիրացվածը, դա մի թուղթ է, որը չի բերելու խաղաղության։ Ի վերջո նաև որոնք են դրանց կետերը, ախր այդ կետերն էլ ստորագրվել, ինչ որ փաստաթուղթ, պահվել է, ոչ մի կետը չի պահվել։ Հա, եւ դառնանք այն հարցին, ինչու են Հայաստանի հետ այդպես վարվում։ Արդեն ինքը չի կարող։ Իրեն հանգիստ բացատրել են, ինքն էլ 2 տարի առաջ էր ասած, աշխարհում կլինեն միջև աշխարհի վերջ հայեր, բայց շատ կասկածել է Հայաստան կլինի թե չէ։ Հետո իրեն ասացին լսիր։ Չի լինելու կամ չգիտեմ ինչ, պիտի դառնանք թուրքական վիլայետ, ինքը տանում է թուրքական վիլայետ դարձնելու։ Հիմա մենք գիտենք, թուրքը հայկական տարածք ինչպես Արցախի հետ վարվեց, որ ճանաչեց, այնպես էլ Հայաստանի հետ են վարվելու։ Նույն Թուրքիան է, նույն թուրքն են։ Թուրքին որևէ պարագայում երբևէ չեն վստահում։ Սա պատմությունը մեզ ցույց է տվել, ապացուցել է։ Հիմա սա է, արդեն ինքը չի կարող, ինքը տվել կորցրել է։ Դրա համար 20 թվականի պատերազմից հետո ասում են Ժորժան իշխանափոխություն է պետք։ Նոր մարդ գա, որը չի պարտվել, ասում է ես չեմ այդ պատերազմը տան։ Խոստումներ չի տվել Ալիևին, չի պարտվել։ Հիմա ամեն ինչ խոստումներն ասում են մենք այդպես ենք խոստացել, դու խոստացել ես, չգիտեմ ինչեր է խոստացել, ինչ անընդհատ տալ, ինչպես Լուկաշենկոն ասաց, արա ով է լեզվից հետ քաշել, ինչու ճանաչեցիր Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Լավ ինչու։ Չէր կարող, չեմ ասում, տեղ կա, մարդկային մի բան ունենար մեջը։ Ասել ժողովուրդ այսքանն է, կներեք, չկարողացա, ես լավ բան եմ ուզում, վատ բան ստացել։ Բայց ինքը իր 7 տարիների ընթացքում, գիտես, ես մեր ժողովրդին գիտեմ։ Ասել գնար, ասել չեմ ուզում այս ամենը, եկեք, գոնե այս ամենը փրկեք։ Հիմա մենք մաս ամբողջը տալու է։ Քո երբեք պահանջները ադրբեջանական, թուրքական չեն, ցեղասպանությունը մոռացիր, ուրացիր, չգիտեմ, վաղը հերոսների տարձանները հան, որովհետև դրանք խանգարում են խաղաղության Չէ՞ որ Անդրանիկի արձանը տեսնելով մենք մտածում ենք ազատագրական պայքար է մղել թուրքերի դեմ։ Դասագրքերից ամեն ինչը ի վերջո լեզուն է մեր խանգարում, մեր
կրոնն է խանգարում, ամեն ինչ այդպես ոչնչացնելու են։ Հայն իր ամբողջությամբ խանգարում է։ Բոլոր պահանջները այդ է լինելու։ Ու եթե թողեն իհարկե մենք այստեղ մնանք։ Տեսեք, դուք ասում եք, դի մեր հայ ժողովուրդը կընդուներ, կհասկանար, հասկանում եմ, մեր ժողովուրդը այո այդպիսին է, բայց 7 տարիների մեջ են իր խոստումը, որ ասում է ժողովուրդ կգամ, այստեղ հրապարակում, կասեմ եւ առանց ձեզ որևէ բան ասելու, որևէ քայլ չեմ անի, արդյոք եղել է մեկ իսկ լարված իրավիճակ, երբ ինքը գնար առ ժողովուրդ, դեպի ժողովուրդ, Արցախն էլ հանձնեց ժողովրդի թիկունքից, հիմա էլ խաղաղության պայմանագիր է ստորագրում, որևէ մեկս, գիտենք այդ փաստաթղթերը, Ալիևը չհայտարարել, որ պահանջներն է դնում։ Նոր հասկանում է ժողովուրդը, այսինքն ժամանակ էր պետք, ասում է, ինչպես Ավինյանն էր ասեմ կանեմ, ժողովուրդն ինչ-որ մարդիկ եղան լավ, ասեց ու չարեց, հիմա սա էր ասում էր, ես ժողովուրդ հետ կբանակցեմ կներկայացնեմ, փաստորեն ստեց, բազմիցս ստեց մի տեղ լավ, գուցե ասում էր, ինչ գիտի չի բացատրել, չէ, դեռ կբացատրի և հասկացավ քայլ առ քայլ, որ ոչ, ստում է, հիմա նոր ժողովուրդը հասկանում է, որ թե ինչ ծուղակի մեջ ընկանք մենք, թե ինչ սարքեցին մեր գլխին, ինչ վերեցին ու մենք այսօր կանգնած ենք կործանման այդ եզրին, որ կարող ենք այս մի վերջին պատառ մեր պետականությունը վերջնական կորցնենք, եթե կորցեցինք, էլ վերականգնել չի լինել։ Եվ վերջնականապես ոչնչանանք, դառնանք ասորիների պես, մեծ հարգանք ասորիներին, այո, ես շատ հարգում եմ այդ ժողովրդին, ես վիրավորանքով չեմ ասում, այդպես թափառենք աշխարհում։ Սա է մոտակա ծրագիրը եւ ինչ որ այդ տրոյկան Էրդողան, Ալիև, Նիկոլ ծրագրել եւ իրականացնում են։ Մենք հիմա պետք է կարողանանք տրոյկայից ազատվել։ Տեսնենք դա տրոյկայից ոնց պիտի ազատվենք, հա։ Ես հիմա ուզում եմ հետեւյալին ասացի արդեն իմ հարցում, իրական Հայաստան ասվածը ինչ է դա։ Հիմա ինչի համար եմ այս հարցը շատ կարևորում, այս մարդիկ եկան, հիշում եք, ասում էր Նիկոլը, մենք գաղափարախոսություն չունենք, իզմեր չկան, մենք ոչ մի բան։ Տարիներ անց մոգոնելա մի հատ նոր բան, այսպես կոչված գաղափարախոսություն, որի անունը դրել է իրական Հայաստան։ Ինչ է թաքնված այդ իրական Հայաստանի տակ, սա մենք պետք է հստակ հասկանանք, բացատրենք մեր ժողովրդին, որովհետև տեսեք, նա հստակ ոչ միայն տալիս է մեր տարածքները, նա փորձում է հայի մտածողության վրա աշխատել, նա փորձում է փոխել հայի մտածողությունը, դարձնել անհայրենիք։ Հիշում եք, ասում էր, հայրենիքի մոդելը սխալ է եղել։ Հիմա մենք պետք է փոխենք այդ մոդելը, որպեսզի կարողանանք, ասում ես, տարածաշրջանում ապրենք, այսինքն որպեսզի դուր գանք Ալիևին, ադրբեջանցիներին, դուր գանք Թուրքին, մենք պետք է մեր կերպարից, մեր տեսակից, հայի տեսակից դուրս գանք, հրաժարվելով, ինչպես դուք ասեցիք, տարբեր դուր չենք գալու։ Հա, վաղնասել է սանրվածքը փոխեք ձեր։ Ամեն ինչը փոխեք, հա։ Ձեր հագուստները փոխեք։ Դե հիմա եկեք հասկանանք, այս իրական Հայաստանի տակ իրականում ինչ է թաքնված։ Ուրեմն կա այսպիսի բան, մեր ժողովուրդը խոսք ունի, ասում է մի գիժ մի քար գցեց փոսը 100 խելոք հավաքվեց, ինչ իմացան անել։ Հիմա սա գիժ դուրս է տալիս, իհարկե գիժ այդքան էլ գիժ չի, տակը այո կործանման բանն է դրված։ Դժի անվան տակ ես ինչ է նշանակում իրական Հայաստան, պատմական Հայաստան։ Դու այսինքն Արցախը 3 իրական էր, այսօր պատմական է։ Այսօր Երևանը իրական է, վաղը կարող է դառնալ պատմական։ Սյունիքը։ Հա։ Դու բերել ես իրական ու պատմական տարանջատում ես քո պատմությունը, քո հիշողությունը ջնջում ես, Արարատը մեր լեռը չի։ Տղաջան, Արարատը մեր ինքնության մասն է կազմում, լավ չի որ սահմանից այն կողմ է, բայց ոչ ոք ինձ չի կարող իմ հիշողությունը ու իմ գենը խաթարել, ասել Արարատը մի նայր Արարատին ու մի ընդունիր, որ դա քո ինքնությունն է։ Մեր հեթանոս ժամանակներից Նոյան տապանից առաջ, այսինքն հեթանոս ժամանակներից դեռ Աստվածաշունչ մինչև քրիստոնյա լինելը Արտավազդին քաչքերը տարան Արարատի վիհում գամեցին, շղթայեցին, արագացին չէ եւ իհարկե արագացն էլ իմ սիրելի լեռն է։ Հա բայց ինչ իմաստնի հակադրել։ Դա խելագարությունը, որը որևէ բանի չի դիմանում, ինքն ընդհանրապես ծիծաղելի է առաջին հայացքից։ Դարձնում է իրողություն, իրականություն, այն ամենը, ինչ որ իրական Հայաստան։ Ուրեմն էպոսը ջնջենք։ Իրական Հայաստանում չի գրվել, պատմական Հայաստանում է ստեղծվել, Սասունն է, հա։ Այո։ Սկսենք Այբուբենը, չգիտեմ, զարուրելի պատկեր է, զարուրելի, երբ որ սկսում ես մտածել։ Մատենադարանի բոլոր ձեռագրերը եկեք հավաքենք ու արկենք Թուրքիա։
Չէ որ դա հիմնական գերակշիռ մասը ձեռագրերի արևմտյան Հայաստանում է ստեղծվել։ Դու հիմա եկի ասում ես դե մենք արևմտյան Հայաստան ենք ասում, Ադրբեջանն էլ արևմտյան Ադրբեջան ասում։ Լսի տղա, եթե ես ասեմ արևմտյան Հայաստան, համաշխարհային պատմագրությունն եմ մեկ գրել։ Երկրորդը ամեն քայլափոխին իմ մշակույթն է այնտեղ, իմ ինքնությունն է հաստատում։ Գնա շրջիր դեռ Փառքաստո որոշակի բաներ պահպանվում են, եկեղեցիներ, շինություններ, ամբողջ մատենադարանի ձեռագրերն են։ Չգիտեմ ինչն է, լավ ինչքան եմ ոչնչացնենք։ Հասկանում ես, իրական Հայաստան կոնցեպտի տակ, եթե մենք ամբողջն ենք ոչնչացնում, բան չի մնում պահելու։ Տղա ջան, եթե պատմականը դու հանում ես, պատմական հիշեցնող, փաստող որևէ բան չլինի, մշոջ առընտիրի, ինչ որ արձան կա եւ այլն, եկեք ոչնչացնենք, չգիտեմ, դավթի արձանը հանենք, լավ ինչ ասեմ, ախր Ցեղասպանությունից հետո Թուրքիան ամեն ինչ արեց հայկական ամեն ինչը ոչնչացնելու համար։ Ասում էր հատուկ քրեական, քրորեն հետապնդելի էին այն բոլոր հայերը, որոնք հանկարծ կխոսեին հայերեն, անգամ լեզուն են կտրել այն ժամանակ 30-ականներին, պատերազմից հետո։ Այսինքն որպեսզի վերանար հայոց լեզուն, հայ մշակույթը։ Հիմա լեզուն կտրում Արցախ ասելու համար։ Ներսում արվում է նույն քաղաքականությունը։ Արչարված է չէ Հայաստանում Արցախ օգտագործել։ Ղարաբաղն են ասում, բայց այդտեղ չեն հասկանում, Արցախն էլ, Ղարաբաղն էլ հայկական են։ Ի վերջո նույն սահմանադրության մեջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, փակագծում էլ Արցախի Հանրապետություն։ Ու փախնեք մեկ է։ Արցախը համարվում է մեծ հայքի 10-րդ նահանգը։ Այո, հենց դրանից է։ Իր խոսնակն է միտում նա ասում է Արցախ վայ ներողություն։ Արագ խոսում է։ Այսինքն այդ ամենը հիմա Հայաստանում պետականորեն կառավարությունն արգելել է Արցախ բառը օգտագործել։ Այո, տեղանունն օգտագործել, որովհետև մեծ հայքի 10-րդ նահանգն է։ Հիմա այդ մեծ հայքի քարտեզը ջնջել, չգիտեմ ինչը ջնջել, լավ, ինչքան ջնջենք, ինչքան ոչնչացնենք։ Ազգային բառը հանել ասենք օրինակ կարևոր կառույցների ազգային օպերա։ Ազգային ճաշին մասնակցում կրոն մի ամիս առաջ, այնտեղ ազգային էր դրվում, ասել փուֆ քխ ես ազգային չեմ, ամերիկացին է ազգային ասում, դու չես ասում։ Ես ախր գիտեք ինչ, դա абսուրդի ժանրից է, խելագարության ժանրից է։ Բայց նա իրականացնում է։ Абսուրդ է, բայց նա այդ քաղաքականությունը եթե մենք այդքան դեռ հանդուրժում ենք, բոլոր սրբություն չի մնացել, որ չի պղծել։ Մի քիչ ինձ համար ցավոտ է, որ մեր ժողովուրդը այդքան հանդուրժում է։ Ասենք ցեղասպանությունը պղծել է, մյուս ամեն ինչ պղծել է, Արևմտյան Հայաստան, չգիտեմ ինչ, ամեն ինչ, Արարատ լեռ։ Թվում էր միտեղ պիտի պայթի, բայց որ պայթեցինք։ Թվում է որ պայթելու է, երկար չի կարող ձգվել։ Պայթեցինք վերջն է լինել։ Մենք հիմա կանդրադառնանք ուղղակի սա է որ բան է, ախր խելագարությունը չի կարելի նման խելագարությանը գնալ, որը 100%-ով քո ինքնության, էության ոչնչացումն է։ Սա է այս մարդկանց ծրագիրը։ Տեսեք, կուզեմ մեկ հարցի եւս անդրադառնալ եւ հետո խոսենք անպայման Գյումրիի ընտրությունների, այսպես անպայման պիտի անդրադառնանք։ Արցախցիներին զրկեց այս մարդը հայրենիքի գող, լավ ձևակերպում էր անում Էդգար Ղազարյանը, հայրենիքի գողը գողացավ արցախցիներից իր հայրենիքը, իրենց տունը, տեղը, գերեզմանները, այսօր ամեն ինչ ավերում է Ադրբեջանը։ Եվ ստիպված եղան գալ Հայաստան, մայր հայրենիք, դեպ եթե նկատել եք, մեր արցախցիները շատ են օգտագործում մայր հայրենիք, այսպես ուղղակի Հայաստան չեն ասում, մայր Հայաստան շատ են ասում։ Հիմա տեսեք ինչ է կատարվում, Արցախի մեր ժողովուրդը, մեր հայրենակիցները ստիպված են եղել ոտքի ելնել, այսօր եւս կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի։ Հայաստանում արցախցիները իրենց իրավունքների պաշտպանության համար ստիպված ոտքի են ելել։ Դուք այս երևույթի անունը ինչ կդնեք։ Նպատակը ո՞րն է։ Մարդիկ հստակ ասում են 40+10 հանեցիք, մենք սովից կմահանանք։ Դերս նպատակը սա է, որպեսզի արտագաղթեն։ Արցախցիները այսօր գլխացավանք են Հայաստանի կառավարության համար, որտեղ մտածում են վախենում։ Միտինգ կլինի, հանրահավաքներ եւ այլն, արցախցիները մի 100,000 հավանաբար մնացել են, մի 20,000 այդքան ասում են եկելու արտագաղթել են, նախ 150,000 են։ 30,000 մենք միայն ինքը ասեց կառավարության նիստի ժամանակ։ Նախ մինչև 20 թվականի պատերազմը 150,000 է եղել Արցախում հայությունը, 30,000 այդ Շուշիի բանի կորստից հետո եղավ 120-ն հետո Բերձորի ընթացքում։ Վերջը, ինչ է, հիմա նպատակն է, որպեսզի գլխացավանքից ազատվեն, ասենք
կարող են նպաստել իշխանափոխությանը եւ այլն հանրահավաքներում, նրանց դնել են վիճակում, որ ստիպված հեռանան Հայաստանից։ Հիմա Արցախ հայաթափելուց հետո նաև Հայաստանն Արցախահայության, Արցախաթափել է պետք։ Արցախահայությանը այնպիսի վիճակում դրան, որ հեռանան, թողան արտագաղթեն։ Սա է իրենց նպատական։ Ուրիշ բացատրություն չկա։ Դաժանով են ծեծել արցախցի այդ տղային, հա, Տիգրան Ուրուխանյանին։ Այդ փաստերը շատ ինչ որ այսօր մեր ԿՊԱ-ական կառավարությունն անում 100%-ով տեղավորվում է թուրքական ծրագրերի մեջ։ Այդպես թուրքն է արել։ Տեսեք, Արցախցուն ասում են գնացեք, այստեղ չհոգալով Արցախցու խնդիրները, դուռը բացում են ադրբեջանցիների թուրքերի առաջ։ Քանի երրորդ անգամ է մենք արդեն տեսնում ենք, որևէ ադրբեջանցի բլոգեր, մեկ էլ հայտնվում է մեր Երևանի կենտրոնում հայտարարում արևմտյան Ադրբեջան է, հայտնվում են Ծիծեռնակաբերդում, պղծում են իրենց չարախոսություններով, հրապարակում հայտնվեցին Ղարաբաղ երգը երգերով ծաղրելով մեր ժողովրդին, եւ այս ամբողջից հետո որևէ անգամ ԱԱԾ-ն, ազգային անվտանգության ծառայությունը համապատասխան գործողություններ, նույն ոստիկանությունը չի իրականացնում։ Հակառակն արեցին Արցախցու դեմ, հա, Բաբայանի դեմ իրականացվեց, այսինքն նրան Արցախցուն կալանավորելու քրեորեն հետապնդեցին, որովհետև նա այդ ինֆորմացիան տվել էր հրապարակում հայտնված ադրբեջանցիների մասին։ Այս ինչ երևույթ է։ Քիչ առաջ ասացի, որ ԱԱԾ գոյություն չունի, ազգային անվտանգության ծառայությունը որպես այդպեսին։ Եթե հիշում եք, որ պղնձամոլիբդենայինի աշխատակցին էլ սպանել էին այն երկուքին, էլի ԱԱԾ-ն չբռնեց, ժողովուրդը բռնեց։ Այո։ Կարող էին բռնել, բայց չէին բռնում։ Հիմա ուրիշ բացատրություն չկա, շատ կարճ ասեմ, մեզ ժողովրդին կամաց սովորեցնում, վարժեցնում են թուրքությանը, որ Երևան ադրբեջանական քաղաք է, որ սա Թուրքիայի Ադրբեջանի տարածք է եւ այլն եւ այլն։ Դանդաղ ինֆորմացիան գնում է 1 2 3 հարմարվեք, հաշտվեք, հասկացեք։ Սա են անում։ Հաշտվեք իրար հետ ապրեք։ Հա։ Տրոյկան ծրագիրը մշակել սա է։ Դիտի այդպես լինի։ Քայլ առ քայլ։ Հիմա ամեն անգամ Նիկոլա մի թեզ առաջ կբերի ու կիրականացնի։ Ի վերջո մենք տրոյկայի պիտի հասկանանք ոնց ենք մենք կռիվ տալիս։ Հիմա մենք պիտի հասկանանք մեր պայքարը ինչպես է։ Հիմա այ հենց այս հարթության մեջ կուզեմ անդրադառնանք Գյումրիի խնդրին, մեր ժողովրդի դիրքորոշմանը եւ ընդդիմության գործունեությանը։ Տեսեք, հաճախ են չէ, ընդդիմադիրները միշտ բողոքում էին մանավանդ 20 թվականից հետո, որ տարբեր հանրահավաքներին մեր ժողովուրդը չի հավաքում, քիչ է հավաքում, կրիտիկական անհրաժեշտ զանգվածը չկա, թեպետ ես դրան բոլորովին դեմ եմ ամբողջությամբ, որովհետեւ լավ էլ հավաքվել են, անհրաժեշտ կրիտիկական զանգվածն էլ եղել է, բայց անհրաժեշտ քայլերը չեն եղել։ Հիմա էլ կլինի, հիմա էլ կարող է լինել, ոչ մի ժողովուրդ այդքան պատրաստական չի եղել այդ ծանր պահերին, որ ինչքան էլ մենք ասացինք խեղդել արյան մեջ, վախեցնել։ Եվ Սրբազանի Երևան գալով տեսանք ինչ ժողովուրդ էր հավաքել մայիսին եւ միշտ ուղղակի մենք այսօր ունենք առաջնորդի պակաս մեզանում ինչպես միշտ եղել է քաղաքական մտքի ճգնաժամ։ Մենք այսօր քաղաքական մտքի ճգնաժամի մեջ ենք։ Եթե մեղադրում էին Քոչարյան ինչու եկար ամեն քարտերը խառնեցի, Քոչարյանն էլ ասաց 2.5-3 տարի ծպտուն չեմ անել։ Դե թող նորը գար, չկա, չունենք, այսքան քաղաքականապես սնանք, այդքան քաղաքականապես ապաշնոր, ոչ մի ժողովուրդ չի ինչպես մենք ենք։ Մենք մեր միջից չենք կարողանում մեկին ունենալ, ծնել, որպեսզի այսօր կարողանա ժողովրդին համախմբել։ Պատճառը ո՞րն է։ Եթե մի հոգի լինի, ժողովուրդը անմիջապես համախմբվել է շուրջը, որ մի քիչ այսպես վստահելի մարդ լինի, որին ժողովուրդը հավատա։ Չկա ու Գյումրի ընտրությունները պատճառը տեսնում եք, այդ Չգիտեմ, մենք մենակ որն է, որ չէին ծնվում առաջնորդներ, բայց այդպես չի եղել։ Կարողացանք վերջերժանում Նիկոլո ԿՊԱ-ականներ ծնել, որոնք որ մեկին նայում ես թափես տալիս, դա կդառնում է թուրքական գործակալ։ Ինչպես այդ մանդատ դրած տղաներ, որ ՌՍԱ-ում խմած ժամանակ ինքը այսպես նկարել են Գորժ Գայլերի նշանն է ցույց տվել։ Այսինքն Գորժ Գայլեր կազմակերպության անդամ է։ Ուրիշ բացատրություն չկա սրան։ Մյուսը, չգիտեմ, Օմեգա մականունն ունի արտադրության նախարարը թուրքերի տված ծածկանունը եւ այլն, ախր մենք ինչա միայն դա ենք կարողանում ծնել։ Չկա այդ առաջնորդը, չկան
ընդդիմությունն էլ համախմբված չի։ Ես միշտ ասել եմ, երեք նախագահները միացեք, փրկեք Հայաստանը։ Կարողացեք ժամանակավոր կառավարություն ստեղծեք։ Պետք չի հետագայում ընտրություններին վարչապետի։ Ասենք Ժորժ ջան, 1.5 տարի մենք այս ամենն անում ենք, չենք էլ մասնակցում ընտրություններին։ Հետո կլինեն դուք կընտրեք, համերկուսակցություններ կգան կմասնակցեն, ում ուզում եք ընտրեք, բայց այս պահը մենք կանգնեցնենք, հասկանանք Ռուսաստանի հարաբերություններն ինչպես ենք շտկում ամրացնում, Իրանի հետ ինչ հարաբերություններ են ունենում, որ միակ երկիրն է, որն ասում է թույլ չեմ տա սահմանը խախտվի, եւ այլն, ես չեմ ասում արևմուտքի հետ նորմալ եւ այլն հարաբերություններ կարողանալ մի քիչ կայունացնել, չկան, չեն միանում։ Հիմա եկեք դա իսկ ընդդիմությանը ԿՊ-ին մերժելը մենք տեսանք Գյումրիում եւ տեսանք Փարաքարում, այն ամենայնիվ ԿՊ-ն ինչքան էլ ռեսուրս օգտագործեց, ինչքան չգիտեմ ինչեր, բայց այնուամենայնիվ չկարողացավ հաղթել ընդդիմության միասնական, եթե տրված ձայները եթե միացնում ենք, բնականաբար գերազանցում է իշխանության տրվածը։ Այսինքն եկեք այստեղ մի շատ կարևոր հանգամանք արձանագրենք։ Այն որ Գյումրիում էլ եւ Փարաքարը ավելի հստակ ջախջախեց, հա, ընդդիմադիր տեխնացուն ԿՊ-ին ջախջախեց։ Եվ Գյումրիում ստեղծվում է եւս այնպիսի իրավիճակ, որ կարող ենք ունենալ ոչ ԿՊ-ական քաղաքապետ։ Այսինքն ինչ է ստացվում, ժողովուրդը իր գործն արել է։ Ժողովուրդը գնացել եւ մերժել է ԿՊ-ին։ Դա միանշանակ է, սա պիտի արձանագրենք։ Այն որ մեղադրում էին, ես դա եմ հիմա ուզում եմ նաև հարցի ձևով հիմա ձեզ տալ։ Տեսեք, միշտ մեղադրում են ժողովուրդը քայլ չի անում։ Ժողովուրդը քայլը հստակ արել է, գնացել մերժել է։ Հիմա ուզում հասկանալ, սիրելի ընդդիմություն, որտեղ ես։ Ինչու չի համախմբումը լինում, անդադար խոսում է Սրբազան Միքայել Աջապահյանը։ Եկեք համախմբվեք, մոռացեք ձեր այդ անհասկանալի պետություն քանդող ամբիցիաները, անձնական հաշիվները։ Գոնե մեկ անգամ կարելի է հանուն պետության, հանուն երկրի քայլ անել, էլի։ Մի կողմ դնելով այդ ամբիցիաները։ Միշտ պետք է այդպիսի քայլ անել։ Հիմա անձնականից վերև պետք է կանգնեն։ Հանուն երկրի, որովհետև ամբողջ Հայաստանի ուշադրությունը Երևանի ընտրությունն այդքան սերված չէր Երևանի վրա, ինչքան Գյումրիում, որտեղ հասկանում ենք, այս այն պահն է, որտեղ կարող է ճակ տալ, պայթել եւ ժողովուրդը ավելի համախմբված լինել, մի քիչ ոչի ստանալ։ Հիմա շատ կարևոր է դրանով Գյումրիի ընտրությունները։ Եթե դուք ընդդիմություն լավ Մարտուն Գրիգորյան եւ Վարդան Ղուկասյան մտածում եք ով լինի, դուք 4 ընդդիմություն թող Մխիթարյանը լինի, կարող եք, չէ, գալ այն եզրահանգմանը, որ գիտեք ինչ, այո, միավորվում ենք, արի այսպես անենք, ոչ ես եմ քաղաքապետի պաշտոնից կախված, ոչ դու, որովհետև այդ որ չլինի, իրենք ոչ կկորեն, ոչ կգործավեն, ամենայնի իր բիզնեսն ունի, չգիտեմ, իշն ունի, մի հավելյալ պաշտոն է, արի այս անգամ լռենք, թող եթե իրար հետ ինչ-որ թշնամանք ունենք, բան, ով դառնա, ով չդառնա, թող երրորդ մեկը դառնա ընդդիմությունից, չորրորդ մեկը դառնա, բայց այդպես կհասկանա ժողովուրդը, որ իսկապես այս մարդիկ սիրում են իրենց երկիրը, իրենց քաղաքը, որտեղ ասում եմ, բնավել իրենք այդ դրա հույսով չեն էլի։ Դե հա, բայց ասեք քաղաքականության մեջ ընդունված մեկ այլ այսպես բանաձև կա, որ շատ է հավաքում թվային առումով, հա, քվեներները շուրջն են համախմբվում։ Հիմա Վարդան Ղուկասյանը շատ է հավաքել։ Այն երկու տեխնացուները միանգամից հայտարարեցին, Կարեն Սիմոնյանը, Ռուբեն Մխիթարյանը հայտարարեցին Վարդան Ղուկասյանի միանալու մասին։ Ինչու է ձգձգում Մարտուն Գրիգորյանը, ինչ ջրեր են հոսում։ Հասկանալի է, գուցե կան պայմանավորվածություններ, դա էլ է հասկանալի, բայց գոնե կարելի է, չէ, այնքան արագացնել։ Դե ինքը ասել է, որպեսզի թույլ չտրվի, կներեք, ես այստեղ մի շատ կարևոր բան ասեմ եւ լսեմ ձեր դիտարկումը, հա, որպեսզի թույլ չտրվի, որ ԿՊ-ի ներկայացուցիչները այսօր գրառումներ են անում, ժողովրդին ասում են, բա որ ձեզ ասում էինք, ինչի չընտրեցիք մեզ։ Ավելին ասեմ, արդեն ընդդիմության այդ տեխնացուների դեմ սկսել են աշխատել մի կողմից աղանդավորները, մյուս կողմից սեռական փոքրամասնության ներկայացուցիչները, տրանսգենդերներից մեկը, որ Նիկոլը հասցրեց խորհրդարան, Վարդան Ղուկասյանի դեմ բան է, բողոք է դատախազություն ներկայացրել։ Այսինքն որքան ուշանա ընդդիմության կոնկրետ հստակ քայլը, ժողովրդի քվեին տեր լինելու քայլը, այնքան այն նման իրավիճակների ականատես ենք մենք լինելու։ Խնդրեմ։ Հիմա ես հույս ունեմ, որ ձայներ կտա
Մարտուն Գրիգորյան, հա։ Այո։ Որտեղ ինքն էլ ասել է, հայտարարել է, որ ԿՊ-ն քաղաքապետություն ունենալու Գյումրիում, բայց անընդհատ այնպես չլինի, որ ժողովուրդը կոտրվի։ Ես չեմ ասում վերջնական, որտեղ հային հնարավոր չէ վերջնական կոտրել, բայց ժողովուրդը ոգևորության մեջ է, որ ընդդիմությունն է միանալու դեպքում հաղթում, ԿՊ-ական ներկայացուցիչը այնուամենայնիվ պարտված է։ Ուրեմն չպետք է ժողովրդի ոգևորությունը կոտրել, ժողովրդին նվաստացնել։ Բայց հիմա ինչու չեն հայտարարում, ոնց կհայտարարի, գուցե ասի պակասող ձայներ եմ տալիս, բայց մենք մնում ենք ավականիում ընդդիմություն եւ այլն, բայց շատ ավելի ոգևորող կլիներ, որ ասած հայտարարը անկախ ամբիցիաներից, անկախ մեր հարաբերություններից անձնական միանում տալիս եմ ձայները, կամ ասած ես ուղղակի պաշտոններ չեմ ուզում։ Որևէ մեկի, բայց հանուն մեծ գաղափարի, հանուն երկրի անվտանգության թուրքից պաշտպանելու, չգիտեմ ինչ է, հազարու մի ձև կա։ Հիմա տեսնենք ինչ կլինի։ Ես չգիտեմ մարդիկ անկանխատեսելի են, բայց ասում եմ, աղոտ հույս ունեմ, բայց այնպես էլ չլինի, որ վերջում համը դուրս եկացած։ Այսինքն հարկ չկա եւս մեկ անգամ ժողովրդին կոտրելու։ Իսկ չմիավորվելու դեպքում իրենց չանելու իրենք հավասարվում են ուղղակի դավաճան ԿՊ-ին, հայրենիք հանձնող, ցեղասպան ԿՊ-ին, չգիտեմ, ինչ ասեմ, դավաճանը շատ մեղմ է իրենց ասել, իրենք դուրս կգան, ներս կմտնեն, ով կլինի, մեկի գլուխը քաչալ է, մեկը մազոտ է, ինչ է, իրենք հավերժ ունեն խարանը, իրենց ճակատին, ցեղասպաններ, դուք հայատ հապել եք 3000, ամենակիչը 3500 տարի հայերով բնակեցված պատմության Արցախը 5000-ամյա։ Դու եթե հավատացյալ ես քեզ բերել ներկայացնում, Ամարասն է պղծվել, Գանձասարն է պղծվել, Դադիվանքն է պղծվել, Աստծո տաճարներն են պղծվել ու դու ունում Սաղմոս ես արտասանում, ում ձեռքով են պղծվել, քո ձեռքով են պղծվել։ Դու ես այդ ամբողջ հնարավորությունը ստեղծել, դու ես ոչնչացրել ու քեզ այդ քո արբանյակ ԿՊ-ները ոչ մի ձուկ, ոչ մի մուկ չի պլստալու։ Եթե պլստացին, ուրեմն մենք ոչնչանալու ենք։ Եթե մի անգամ չեղավ համարժեք հատուցում չպահանջեց այս ժողովուրդը, վաղը եկողն ավելին է անելու։ Պետք է լինի ահեղ դատաստան լինելու է իրենց համար երկնքում, բայց մինչև երկինք պետք է երկրի վրա ցանկացած ԿՊ-ականի համար լինի ահեղ դատաստան։ Առանց ներման, եթե ներվեցին, վաղը եկողը գիտի ներվելու են։ Այդ մնացածն էլ է տալու ու վերջանա։ Կարևոր միտք ասացիք, որ հանկարծ չհիասթափեցնեն ընդդիմությունը չհիասթափեցնի ժողովրդին, ինչու, որովհետև այսօր ժողովրդի մոտ կա մի շատ կարևոր ընկալում, որ իր քվեով ինքը կարող է իրավիճակ փոխել։ Միշտ եղել է հակառակը, չէ՞, միշտ մտածել են, ամեկե ոչ մի բան չի լինում։ Դրա համար այդ մտածողությամբ էլ երբեմն գնացել են կոպեկներ վերցրել են որպես ընտրակեղծիքի դիմաց, հա, կոպեկներ վերցրել են այդ ընտրակաշարք կոչվածը, ասել մտածելով որ մեկը իր ձայնով ոչինչ ինքը չի փոխելու։ Մեկ օրվա հացի խնդիր լուծի, այո, բայց երբ որ դու ժողովրդին ասում ես, որ ոչ քո ձայնը եւ ամեն մեկի ձայնը որոշիչ է, ես օրինակ Փարաքարում դրա ականատեսը եղա, կանանցից մեկը, որը չկար, որի անունը չկար ցուցակում, ընտրական է ցուցակում, ինքը պայքարում էր, ասում էր, իմ մեկ ձայնը կարող է որոշիչ լինել, ես պետք է ամեն կերպ ստանամ այդ, ինձ շատ ուրախացրեց, այսինքն մեր ժողովրդի մոտ կա իրավիճակ է փոխվել, մենք դա պիտի հաշվի առնենք, ժողովրդի քվեն էր ճիշտ եւ տեղին պետք է օգտագործի ընդդիմությունը, եթե չօգտագործի, անկեղծ ասած, ինձ համար ցավալի արձանագրում կլինի, որ ասենք Փաշինյանի իշխանության դեմ բա էլ ոնց ենք պայքարելու, քաղաքական այդ որ ընդդիմադիր հատվածի ուժերով պիտի ժողովուրդը իր առաջնորդությունն ունենա, դա արդեն լրջագույն խնդրի առաջ կկանգնենք, ինչի մասին դուք արդեն խոսեցիք, նաև առաջնորդի ընտրության հարցով, եւ եզրափակենք, հա, մեր զրույցը այսպես շարունակել իսկապես անհնար է, մենք պետություն ենք կորցնում, հաճախ են ասում եւ ես սարսափելի ցավ եմ զգում ինձ, գնչուներն ենք դառնալու աշխարհով մեկ թափառական ենք լինելու, իսկ մեր մշակույթը այսպես երախը բացած սպասում են ոնց են կլանելու, չլինի հայ, ուրեմն այդ մշակույթը իրենցով են անելու թուրքն ու ադրբեջանցին։
Դուք ելքերը, ճանապարհները խնդրում եմ, այսպես մատնանշեք, նաև որպես զգաստացում մեր ժողովրդի, այսպես շարունակել, որտեղ անհնար է։ Ես ելք ճանապարհը տեսել եմ 1988 թվականին, 1990 թվականին, մինչև 94 թվականը։ Մենք միասին էինք, համախմբված էինք, միակամ էինք եւ հասանք մեծ հաջողությունների։ 15 հանրապետություններից խորհրդային միության միակը Հայաստանն էր, որ իր անկախությունը կերտեց ազատամարտով, Արցախյան ազատամարտով, հաղթելով պատերազմում, մնացածներին նվեր տրվել, բացառությամբ Հայաստանից։ Մենք Արցախյան ազատամարտ հաղթելով ենք մեր անկախությունը կերտել։ Դրա համար մեր հռչակագիրը, եթե ուզում են այսօր փոխել հանել, դա նշանակում է Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնել։ Մենք այդպես կերտեցինք մեր անկախությունը, որտեղ միակամ էինք, հզոր էինք, միասին էինք եւ կարողացանք հասնել այդ մեծ արդյունքներին։ Նույնը մենք կարող ենք անել, ավելին կարող ենք այսօր անել, քան արել ենք, եթե լինենք միասին, միակամ, միասնական։ Ինչպես որ ասում եմ, ամեն ինչ դրեք 3 նախագահներ մի կողմ, եւ դուք կանգնեք միասին, ասեք այս տարաձայնությունները մի կողմ մենք կանգնած ենք այստեղ հրապարակում եւ պաշտոնների ակնկալիքներ էլ չունենք, մենք արդեն ունեցել ենք այդ պաշտոնները եւ եկել կանգնել ենք ուսի այստեղ որպեսզի երկիրը փրկենք մնացած կործանումից, կիսաճամփից կործանման կանգնեցնենք։ Այդ ժամանակ ժողովուրդը կհավատա, կհամախմբվի, ամեն ինչ թողնի մի կողմ եւ կլինի իրենց այդ սա է, որ մենք պետք է մեր ամբողջ ուժը միավորենք, մեր պոտենցիալը մենք ամեն ինչ էլ ունենք եւ միտք ունենք եւ գիտակցություն ամեն բան շատ ազգերից շատ ավելի բարձր ունենք։ Ես գլուխ չեմ գովում կամ չեմ բանանում, ուղղակի մեզ պետք է այդ միավորումը միասին, միակամ, վճռական խաղաղություն կերտում են, երբ ուժեղ են։ Թուրքիա այդ կարող է խաղաղ, այսինքն թույլ չտաս, որ նա քո խաղաղությունը խախտի, երբ դու զգոն եւ ուժեղ լինես։ Ինչպես փրկիչն է ասում, միշտ արթուն եղեք։ Մենք միշտ պետք է արթուն լինենք, որտեղ երկու կողմը թուրք է։ Ոչ թե անընդհատ, գիտեք ինչ, այս էլ տանք խաղաղություն, ախ Թումանյանը գրել է, չէ։ Այդ մի փոքրիկ զակ, մի փոքրիկ ամբողջն է ստալու, չի լինելու։ Ու չէ ստորագրելու քեզ այդ որևէ բան։ Այո, որովհետև նրա ամբողջ նպատակն է վերջում, ինչպես այսօր Արցախի հետ ոչինչ չունի, ստորագրելու Արցախը հայաթափել։ Այնպես էլ Հայաստանը կհայաթափեն, կոչնչացնեն, ու ասել են ինչ ստորագրեն, խաղաղություն է։ Հարգելի Հուսիկ, արա շատ կարևոր միտք ասացիք, մեր եթերաժամանակը ես նայում եմ սպառվել է, բայց ես չեմ կարող մեկ դիտարկում, ամեն դեպքում ուզում եմ դրան էլ անդրադառնանք եւ ավարտենք։ 7 տարի է պատերազմից հետո առավել եւս խոսում ենք ընդդիմության միավորման մասին, 3 նախագահների այսպես ընդհանուր համագործակցության մասին, ինչ որ դուք ասացիք, չէ՞ կարծում, որ մենք պետք է դա չի աշխատում։ Մենք պետք է համոզվենք, որ դա չի աշխատում, դա մնում է թղթի վրա, դա մեր երազներից երևի մեկն է, որ 3 նախագահները իրենց թիմերը համախմբվեն։ Մենք տեսնում ենք, չէ, որ թիմային լարվածություն կա։ Գուցե պետք է այլևս դա չդարձնենք բանալին, այն կարևոր կոդը, հա, իրավիճակի փոփոխության։ Ուրիշ մեկ այլ խնդիր մենք կարևորենք եւ առաջնային համարենք։ Մենք տեսնում ենք, չէ, որ կա հակասություն։ Եվ չի լինում երկրորդ եւ երրորդ նախագահների թիմերի մեջ այդ հակասությունը տեսնում ենք, չէ։ Դե հակասությունից վերև չեն կանգնում։ շեշտում ենք, Գյումրիում է այդ հակասությունը։ Գյումրիի ընդդիմության մեջ է այդ հակասությունը, ուրեմն չենք շահում։ Ես համախմբելու տարբերակ պիտի տեսնենք համախմբումը չի ստացվում։ Համախմբելու մասին առանց համախմբելու ինչ որ մեկ այլ մոդել պիտի իրավիճակից ելք ներկայացնենք, հա։ 20 թվականի ամռանն եմ գրել պատերազմից առաջ, որ կուզենայի 3-ից ուսուսի կանգնած տեսնել։ Անկախ ամեն ինչից սպասվում է վատ օրեր մեզ։ Դեռ պատերազմ չէր եղել։ Արդեն զգում ենք, որ մեզ ուժեղ եւ միասնականություն է պետք։ Այն որ դուք եւ բանակցություններում եւ պատերազմում եւ գիտեք ինչ է կատարվելու, որտեղ վաղ այդ ամենը մեզ է սպասում։ Չեղավ այդպես։ Հիմա ես չգիտեմ ուրիշ ինչ պետք է լինի։ Լավ, իրար հետ չեն համախմբում։ Եթե ներսում էլ հասարակության մեջ պարակտված են դիմությունն այդ 3
լավ ասենք շերտերի մեջ կամ 4-5 շերտի մեջ ու չեն համախմբվում, ուրեմն ոչինչ չի լինելու։ Նախագահների համախմբում ասելով նրանք հասարակության համախմբումն է, որտեղ նրանք եթե ցույց են տալ համախմբված են, իրենց ուժերն էլ հասարակությունը համախմբվում է։ Եթե չի լինում միասնականություն, Խեզդետինի, Գայլաձուկի եւ Արագիլի պատմությունն ամեն մեկ մի կողմ է քաշում, սա էլ այդտեղից չի շարժվում եւ սա էլ ջրի տակ խորտակվելի ու փտի գնա։ Սա է, այլ տարբերակ չկա, հասարակության համախմբում, այդ ատելությունը միասին բոլորս հայ ենք, իրար միջից հանենք ու հասկանանք ինչպես ենք մենք փրկում մեր երկիրը նախ ներքին թշնամուց, հետո արտաքին թշնամուց, որովհետեւ ներքին թշնամին շատ ավելի վտանգավոր ու զազրելի է, քան արտաքին թշնամին։ Եթե դու չես պարտվել արտաքին թշնամուն, ներսում պարտվեցիր ներքին թշնամուն եւ այդպես շարունակվում է։ Շնորհակալ եմ հետաքրքիր վերլուծության համար եւ կարծում եմ այո, այնուհանդերձ մեզ համախմբում պետք է, դա շատ պարտադիր է։ Շնորհակալ եմ եւ վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, որ այսօր մենք հետաղավարում ես զրուցում եի Հուսիկ Արայի հետ բանաստեղծ։ Լավ եղեք, կհանդիպենք։